Բարևձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, վերևում տեսնում եք տեղադրել եմ ուրան մոլորակն է, սպիտակ և 0 քարտը դուռակ, 22-րդ արկանի մասին է խոսքը, որտեղ երկուսին գումարում ենք 2, անում է 4։ Ուրեմն նայեք, ես մի փոքր ուզում եմ խոսել արխետիպից, ընդհանրապես ինչ է ներկայացնում իրենից ուրան մոլորակը և ինչքանով է համընկնում դուռակ քարտի հետ, հիմար քարտի հետ, հենց 0 արկանի հետ, որը ղեկավարում է հենց ինքը մոլորակը ուրանն է։ Մի փոքր խոսենք, այստեղ արխետիպը մենք խոսենք արխետիպի մասին, որտեղ դուռակը հիմար ասում է, ես մեծանում եմ հասկանալով, որ իմ մարող երիտասարդությունը թաքնված է իմ անորոշ իմաստության մեջ, որն ավելի ու ավելի մանկական է դառնում։ Մենք տեսնում ենք պահվածքից, ընդհանուր անունները այս 22-րդ արկանի մեծահասակ երեխա, մանկական հերոս, մենք տեսնում ենք պահվածքը, խելագար, հիմար, օրհնված, ալքիմիկոս, ուխտավոր, ճանապարհորդ, տիրոջ ստեղծագործական ուժն է դա, որովհետև Տերն է հոգին դրել մեջը, ուրեմն Լոկին է և Դիոնիսոսը, դա կապված հին միֆիոլոգիայի հետ, թիվը հենց 0-ն է, ուղին 11-ը, ալեֆն է, քեսերից մինչև չոկմատ, անցումային կետը ձկներից դեպի խոյն է, Մերկուրին, Ուրան, Խիրոն, ավելի քիչ, այստեղ շատ քիչ, Նեպտունն է, Աստծո հոգին, որը լողում է ջրերի վրա, երեխայի նախատիպը ըստ Յունգի, լսած կլինեք Յունգի մասին, Ուրոբորոսը, որը օձ է, որը կծում է իր պոչը, Ռիչարդ Բախի և Պաոլո Կոելյոյի գրքերից եմ ասում, ծաղրածուն շիկոտը, այսինքն կոմսուհի դե Մոնսորո լսած կլինեք վեպում, Պիեր Բեզուխովը, պատերազմ և խաղաղության վեպերում, Սուրբ հիմար, օրնյալ մարգարե, Կոկորդիլոսը եգիպտական իմաստության խորհրդանիշն է, իսկ հիմարի հենց թարո քարտերի պատկերասրահ 50 տարբեր խաղաքարտերից են, սրանք հիմա ավելի շատ են։ Ինչ եմ ուզում ես ասել այս մասին, նախնադարյան քարտի մարմնացումն է, որը դարձել է այս էներգիան, որը ստեղծել է մեր շուրջը ամեն ինչ, դա նյութն է, որը կարող է ընդունել ցանկացած ձև, դառնալով զենք բարու կամ չարի ձեռքում։ Այո, որովհետև սա նաև կապ ունի այս քարտը, Ուրանը, որի մոլորակն է Ուրանը, կներեք, որը որ նաև ատոմային զենքերի հետ կապ ունի, ժամանակակից զենքերի հետ կապ ունի։ Ընդհանրապես հիմարը համարվում է ընդհանուր առմամբ ընդունված նախատիպ և նրա կերպարը բավականին հստակ տեսանելի է տարածված տարբեր ժողովուրդների ստեղծագործություններում։ Դասական պատկերում այստեղ քարտի վրա հիմարը ներկայացնում է որպես երիտասարդ, գրավիչ տղամարդ կամ կին, հարուստ, բայց պատառոտված հագուստով, մենք այստեղ վերևում, որ ուշադիր նայեք թևերի կողմերը, նա այնքան տարված է իրանով, որ ձգտում է հետապնդել իր երազանքները, որը չի նկատում իր առջև, տեսնում եք անդունդն է, վախ, և այստեղ շունը, որը մենք տեսնում ենք սպիտակ, սենց զարմացած անգամ պահվածքից, փորձում է զգուշացնի իրան, անձին, բայց պարզուն, ինքը չի նայում, ինքը տարված է, այդ իր երազանքներին։ Ընդհանրապես անդունդը, որը մենք տեսնում ենք դեմը, որտեղով նա քայլում է, չի նայում իր ոտքերի առաջ, ինչի մասին կարող է խորհրդանշել հին կյանքի մասին, առօրյա կյանքի ավարտի և շարժումը դեպի նոր ու հետաքրքիր փորձություններ։ Այստեղ ռիսկերից է խոսում, դատարկության մեջ քայլը անելը ստեղ պահանջում է կամ քաջություն կամ հիմարություն։ Հետևում մենք նրա, տեսնում ենք արևի պատկերը, գլխի վերևը, որը ուրախության, մարդու բացության, բաց է,
խորհրդանիշն է, այն արտացոլվում է երիտասարդի արտաքինում, նրա հագուստում, մազերի գույնում և կոշիկներում, որը դուք տեսնում եք նրա հագերդեղին գույնը, հա։ Դա ևս խորհրդանշում է դրական էներգիայի հզոր լիցքը, որը կրում է հիմարը։ Ծաղրածուի պայուսակը հիմարի մենք տեսնում ենք, հա, ժեզլը և հետևում խուրջինով։ Ուրեմն, սա պետք է մենք նկատի ունենանք, որ նա կրում է փոքրիկ կապոց, խուրջին, սա խորհրդանշում է նրա անփորձության, այսինքն ինքը մոգի նման այդքան փորձ չունի, հա, փորձ չունի, և այստեղ ունի ինքը գիտելիքների պակաս և նյութական ունեցվածքի պակաս, որը նրան կապում է, հա, հիմար այս էակին։ Ըստ էության սա մաքուր թերթիկն է, որ մի բան զրոյացնելու եք, որի վրա կարելի է գրել այն, այսինքն մարդիկ կարող են գրել իրենց ճակատագիրը, ինչ ցանկանում է։ Պատռված հագուստը, որը որ մենք տեսնում ենք, դա քաոսային բաղադրիչն է նրա վարքի և նրա մտքերի ակնհայտ և տեսանելի խանգարումը։ Հա, սպիտակ վարդը, որը դուք տեսնում եք նրա ձեռքին, ձախ կողմի վրա, հա, հետաքրքիր բռնել է, սա խոսում է նրա ներքին մաքրության, անմեղության և անբասիր հեղինակության մասին։ Իսկ հետին պլանում գտնվող տեսնում եք, հա, լեռները ընդեղ սպիտակ է և կապույտ գույն է այստեղ, որ ուշադիր նայում եք, սա խոսում է այնպիսի ուրեմն անակնկալների մասին կամ ակնարկում է, որտեղ որ կարող է ինչ-որ գործողություններ տեղի ունենալ հենց լեռների բարձրության վրա, որովհետև ինքը անկանխատեսելի անց կարող է լինել։ Եվ երկնքին այնքան ավելի մոտ են արդարությանը այն վայրին, որտեղից կարող է սկիզբ առնել մարդկային հոգին։ Իսկ շունը դա նրա ընկերն է, նրա օգնականը, հա, և նրա հաչոցը դա զգուշացումն է, անզգույշ ճանապարհորդին հաջորդ փուլին սպասվող վտանգի մասին, բայց նա չի վախենում, հա, ընդհանրապես, որովհետև վախ չունի, նա պատրաստ է ամեն ինչի իր նպատակին հասնելու համար։ Ընդհանրապես ես հիմա կցանկանայի ձեզ մի փոքր ուրան մոլորակից հիմա, հա, դուրակ քարտի տեսնում եք, սպիտակ մոլորակն եմ ես նշել, որպեսզի դուք հասկանաք, այս քարտը հենց ղեկավարում է ինքը ուրանը, ես արխետիպի պատկերը ձեզ, հա, սիմվոլներով ներկայացրի, իսկ հիմա ուզում եմ ներկայացնեմ ընդհանրապես ուրանը, իրենից ինչ է ներկայացնում այս մոլորակը։ Սա մի սկզբունք է, որը կառուցվում է և պահպանվում է կապերի մասին և ամբողջ տարրի համակարգի միջև, քիչ առաջ ինչ ես խոսում եմ։ Առաջին բանը, որը հաղթահարում է սահմանափակումների փակ բնույթը, դա որոշակի տեղեկատվական դաշտից եկող ազդանշաններն են, որտեղ ուրանը նոր մակարդակի կամ նոր ոլորտի սուր հանդակն է։ Ուրանը ինքը տիեզերքի փոստատարն է, որը համարվում է Մերկուրի ամենաբարձր օկտավան։ Մինչդեռ Մերկուրին կապեր է ստեղծում նույն մակարդակի տարրերի միջև, իսկ ուրանը կապ է ստեղծում օրինակ բաժանորդի և այսինքն նաև հետևորդի ցանցի միջև։ Հոգևոր կյանքում նա կարող է դրսևորվել որպես բարձրագույն աշխարհներից եկող սուր հանդակ, իսկ հին կտակարանում ուրանի բնորոշ դրսևորումը դա մարգարեն է։ Իսկ ավետարանը նոր կտակարանի միջուկը բառացիորեն կարող է նշանակել վերևից բերված մեզ բարի լուր։ Այսինքն Հովհաննես Մկրտիչը ինքը անապատում հայտարարել է, որ Աստծո արքայությունը մոտ է և այս բարձրագույն ոլորտի հետ կապ հաստատելու համար նա պահանջել է համապատասխանություն դրան։ Աստղաբանորեն ուրանը կապված է տարբեր ճառագայթների հետ, ինչպիսին է ռադիոակտիվությունը, բայց այն նաև կապված է ճառագայթման կամ լույսի հետ, որը սնուցում է մեր մտածողությունը, մինչդեռ Մերկուրին մեզ կարող է բերել մտքի պարզություն, իսկ ուրանը բերում է լուսավորություն, խորաթափանցություն,
Պատահական չի, որ Ուրանի հայտնաբերման ժամանակ հենց կոչվել է լուսավորության դարաշրջան, հա, որովհետև Ուրանը հայտնաբերվել է 1781 թվականին։ Ուրանը Սատուրնի շրջանակից, այսինքն դուրս գտնվող առաջին մոլորակն է, եւ քանի որ Սատուրնն է այստեղ կառուցում է ինքնագիտակցության կառուցվածքը, Ուրանի ակտիվացումը կարող է գիտակցությունը բարձրացնել ավելի բարձր մակարդակի, եւ մարդը կարող է սկսել ճանաչել նախկինում անհավանական իրեն թվացող բաների իրականությունը։ Ուրանը նաև ակտիվացնում է մտավոր գործունեությունը եւ նախկինում խավարի մեջ պարուրված ինչ-որ բան անմիջապես կարող է մարդկանց համար դառնալ բարձ։ Այսօր Ուրանի ակտիվացումը կարող է հենց դրսևորել ցանցի հետ բոլորովին սովորական կապի մեջ, ինչպիսին է այսօր, որ մենք օգտվում ենք ինտերնետը, մարդիկ օգտվում են ԻԻ-ից, այսինքն Իսկույստվենի ինտելեկտ, արհեստական բանականությունը։ Ուրանի ակտիվացումը նաև կարող է հանգեցնել նյարդային համակարգի ուղեղի հզոր գերբեռնվածության ցնցող վիճակների եւ անկանխատեսելի, որովհետեւ այո, մենք քարտա տեսնում ենք, բավականին ռիսկային է, նա կարող է հիմարը դեմը չնայելով, զգուշությանը չնայելով խորտակել։ Նայեք, Ուրանը ինչպես չորացնում է, այնպես կարող է առատորեն բարձրացնել, նաև այսպիսի բան կարող եմ ասել։ Ասենք թե ինչն է չորացնում, մարդ կարող է խոսքի ինչ իրան ներկայացնում է, դա իր մոտ ինքը չորացնում է, մաքրում է ու ինքը հետագայում իր պլանները չաշխատող է։ Ուրանը Սատուրնի շրջանակիցն է գտնվող հենց առաջին մոլորակը, եւ քանի որ Սատուրնը կառուցում է ինքնագիտակցության կառուցում է, այստեղ Ուրանի ակտիվացումը կարող է բավականին բարձրացնի մարդու գիտակցականը, ավելի բարձր մակարդակի։ Ուրանի ակտիվացումը կարող է նաև հանգեցնել, ասեցի, նյարդային համակարգի ուղեղի հզոր գերբեռնվածության ցնցող վիճակների եւ անկանխատեսելի իրավիճակների։ Ուրանն ունի պահանջներ, որոնցից առաջնայինը հենց այն է, որ այս տարը պետք է համատեղելի լինի ցանցի հետ։ Հոգևոր իմաստով սա պահանջվում է մարդու մտքերի, մարդու ցանկությունների եւ կենսակերպի մաքրության։ Սա այն է, ինչ կոչվում է գոյության մակարդակ, որի մասին մարգարեն խոսում է. պատրաստեք Տիրոջ ճանապարհը, ուղեք նրա շավիղները, Մատթեոս 3:3-ում։ Այսինքն հաղորդիչը պետք է համատեղելի լինի Ուրանոսի հետ։ Դա նման է էլեկտրականության, եթե հաղորդիչը համատեղելի չէ, այն կարող է փոխարինվել կամ այրվել։ Մարգարեն այստեղ ասել է կտրվի եւ նետվի կրակի մեջ, Մատթեոս 3:10։ Ուրանը չի հանդուրժում հին, անօգտագործելի իրերը, նա պահանջում է անընդհատ նորացում ամեն ինչում, որովհետև Ուրանը նորն է ավետում, ներկայացնում է նորը, պահանջում է, որ մենք առաջ անցնենք ժամանակից, հաղթահարենք նրա ուժը։ Նայեք, եթե մի բան, խոսքի օրինակ, հիմա Ուրան մոլորակը մտել է ցուլի տանն է, հետո ինքը պետքա դուրս գա։ Եթե խոսքի օրինակ, դա ինչի հետ կապ ունի ֆինանսների, եթե դու շարունակում ես նույնը անել, մարդկանց խաբելով, ստեք չորացնի քո փողերը, դու հետո փողեր չես աշխատի, եթե ինքը հետո դուրս եկավ, մտավ երկվորյակ, այն մի տեղը, դու պետքա մի բան փոխես, դու պետքա նորարարություն, ինչ-որ լավ բան մտածես եւ այստեղ պետքա քո մտքերը ընդհանրապես մաքուր լինեն, Այդ դեպքում միայն քեզ կարող է տրվել հնարավորություն, իսկ եթե դու շարունակում ես հին ձևով, ինքը դա տանել չի կարողանում, չորացնելու է քեզ մոտ, որովհետև Ուրանը չի հանդուրժում հին, անօգտագործելի իրերը, պահանջում է անընդհատ նորացում, այսինքն ամեն հարցերում Ուրանն նորն է ավետում, ընդհանրապես Ուրանը Սատուրնից այն կողմ է, այսինքն ծերացումից այն կողմ հավերժ երիտասարդ, ամեն ինչ պետքա լինի ինչպես ջուրը լեռնային աղբյուրում,
երկնային թարբյուրեղյա, մաքուր եւ հավեր երիտասարդ մնալու համար։ Ուրանը պահանջում է ազատություն, եթե մարդու գիտակցությունը չի համապատասխանում դրան, առաջանում է հատուկ էֆեկտ ազատության ցնցում։ Հա, Ուրանը նաև հեղափոխության մոլորակն է։ Ինչպես ակնհայտ էր, օրինակ 1990 թվականներին նախկին սոցիալիստական հատուկ ճամբարում Ուրանը պահանջել է կամ ընդհանրապես պահանջում է արթնացած գիտակցություն եւ զարգացած միտք։ Եթե դա այդպես չի, ուրանյան լարվածությունը մարդուն հավասարակշռությունից կարող է հանել, հանգեցնելով շփոթության, խելագարության եւ անզգուշության։ Ուրանը պահանջում է բարձր իդեալներ, 20-րդ դարի սկզբին ուսուցիչ Պյոտր Դոնովան ասել էր, որ ապագայում մարդկանց մոտ կզարգանան որոշակի ուղեղային կենտրոններ, որոնք թույլ կտան նրանց կապ հաստատել կյանքի բարձրագույն ոլորտների հետ։ Ներկայիս դարաշրջանում ուրեմն մարդիկ ավելի ու ավելի շատ կարող են ցուցաբերել արտասովոր կարողություններ, ի վերջո այստեղ Ուրանը տիրապետում է ջրհոսին, Եվ այդ ժամանակը, որոնք մենք ապրում ենք, կոչվում է ջրհոսի դարաշրջան։ Այսինքն հիմա արդեն ձկների դարաշրջանը ավարտվել է, մենք մտել ենք ջրհոսի դարաշրջան եւ տեսնում ենք, որ այո, նոր տեխնոլոգիաներ են, բազմաթիվ արտադրվում, ինտելեկտի հետ կապված արհեստական բանականության հետ եւ դա այսօր այո կատարվում է։ Ինչն է հետաքրքիր, որ ջրհոսը բանական նշան է ինքը, որը մտնում է պայթյունով, Առաջին նշանները, ասում էին, լսվում էին արդեն մեծ աշխարհագրական հայտնագործությունների ժամանակաշրջանում։ Իսկ 18-րդ դարում ջրհոսն արդեն իր ներկայությունը հայտնի էր դարձնում տարբեր ձևերով, տարբեր լեզուներով, տարբեր ոլորտներում։ Եվ այստեղ նրա ձայնը հնչել է անապատում կանչողի պես։ Մարդկանց ճակատագրերը, ավանդույթները, համոզմունքները, պատմական պայմանները բոլորը դարձել են հենց Ուրանի համար խողովակներ եւ որտեղ խողովակը, ասում են, խափանվել է։ Այն սկսել է այրվել բարձր իդեալներում եւ հեղափոխական մորիկներում գիտության եւ տեխնոլոգիայի տիեզերականության եւ ժամանակակից տեխնոլոգիաների կյանքի արագության, որը մենք այսօր տեսնում ենք դա կա, գիտության եւ տեխնոլոգիայի տիեզերագնացության եւ ժամանակակից տեխնոլոգիաների, եւ այստեղ ընդհանրապես երկիրը ընդհանրապես թվացial թափանցիկ են դառնում այսօր տարբեր ճառագայթումների ազդեցության տակ։ Այս ամենը կապված է ջրհոսի դարաշրջանի, նաեւ Ուրանի հետ։ Եկեք այստեղ մի փոքր շեղվենք թեմայից։ Ուրանը նշում է անտեսանելի մոլորակների շարքի սկիզբը, այսինքն Ուրան, Նեպտուն, Պլուտոն, Պրոզերպինը, Նայեք, անտեսանելին Ուրանի, ես հիշեցի իմ կանխատեսումներից մեկը, որտեղ ես ասեցի կարող է տեսնեք օդի մեջ, դուք չտեսնեք, ինչ-որ սամալյոտներ ժամանակակից արտադրության բան, բայց դրանք կարող են խոցել աթսներով, որտեղ որ պետք է։ Դա հենց նաև եւս Ուրանի ստեղծածն է։ Ֆրանսիական հեղափոխությունը ոգեշնչված էր եղել ազատության, հավասարության եւ եղբայրության գաղափարներով, Այս երեք բառերի համադրությունը երբեք պատահական չի եղել, դրանք կապված են երեք անտեսանելի մոլորակների հետ, որոնք մեկը մյուսի հետևից հայտնաբերվել են, Ազատությունը դա կապված է եղել հենց Ուրանի հավասարությանը, Նեպտունի, իսկ եղբայրությունը հենց Պլուտոնի
հետ։ Ուրանը այստեղ բնականաբար պահանջել է անազատություն, ինչ միշտ որոշակի սահմանափակում է, հա, ինչը որ կարմիկ բան կարող է լինել։ Բայց ազատում ինչից, հա, այս ամենը հենց ինչը ներկայացնում է որպես անազատություն։ Ընդհանրապես ուրանական ազատությունը ենթադրում է Սատուրնի սահմանափակումների խզումը, իսկ Սատուրնի հետ կապված են ամեն ինչ, որը կրում է պատմության կնիքը, ժամանակի բեռը։ Սատուրնը կարող է ստեղծել գործընթացները աստիճանաբար, որոնք կարող են կորցնել կապը սկզբնական գաղափարների հետ։ Եվ այստեղ խոսքերն ու գործերը սկսում են իրենց սեփական կյանքը ստանալ։ Եվ որոշակի պահի այստեղ իմաստը լիովին կարող է կորչել, հա, եւ հենց այդ ժամանակ իր վիճակը շտկելու համար հայտնվում է Ուրանի մի սուր հանդակ, ինչպիսին է Սոկրատեսը, որը իր զրույցներով շփոթեցնում է աթենացիներին կամ Կոպեռնիկոսը, որը հայտարարել է, որ մոլորակները պտտվում են արեգակի շուրջը, կամ Այնշտայնը, որը ապացուցում է, որ տարածությունն ու ժամանակը հարաբերական են։ Ուրանի եւ Սատուրնի միջև հարաբերությունները միշտ մարտահրավերներ են, դրանք մարտահրավերներ են նորգինու եւ հին տիկերի ոգու եւ տարի իդեալի եւ իրականության, ազատության եւ կարմայի, հավանականության եւ կոշտ, հա, նախասահմաններում։ Այստեղ ներհայացքի եւ ուղղափառ նաեւ ավանդույթների միջև Լուսինն ու Սատուրնը այստեղ մտահոգված են որոշակի, հա, սահմաններում գոյատևմամբ, որովհետեւ նրանք հետաքրքրված են ավանդույթներով եւ օրենքով, մարդկանցով եւ պետությունով։ Հասկանում եք, Ուրանի եւ Սատուրնի խնդիրը միշտ գոյություն է ունեցել բոլոր մշակույթներում եւ այն գոյություն ունի այսօր բոլորիս մեջ, հա, եւ այստեղ Սատուրնը ի վերջո վերջի բոլոր կենսական նյութերը կարող է վերածել ձևերի, մինչդեռ Ուրանը ցանկանում է, որ այդ ձևերը լինեն գործնական, համապատասխանեն որոշակի իդեալների։ Սատուրնը այստեղ, Սատուրն մոլորակը կարող է պարփակի եւ մինչդեռ Ուրանը բացահայտի, եւ այստեղ միգուցե կարող է ներառել եւ ներկայացնել դա, հա։ Սատուրնը դա, այսինքն այն, ինչ անկանխատեսելի է լինելու շատերի համար։ Սատուրնը նաև ներկայացնում է փորձը, Ուրանը պահի տիեզերական արձիականությունը։ Նայեք ինչն է հետաքրքիր, որ այստեղ շատ հետաքրքիր ինֆորմացիա ես ունեմ կապված ուրեմ, որտեղից է, հա, ֆրանսիական օրինակ հեղափոխությունը վերցրել այս գաղափարներ ընդհանուր ազատության, հավասարության եւ եղբայրության։ Պարզվում է, որ այս կարգախոսը ծագել է անմիջապես հենց մութ դարերից եկող, հա, այսինքն 10-րդ դարում Եվրոպայի քրիստոնեացումը ըստ էության երբ որ ավարտվել էր, իսկ քրիստոնեական եկեղեցին ավելի ու ավելի էր ֆորմալանում։ Միգուցե սրա մասին շատերը կարող է չխոսեն, բայց ես չեմ կարող այս մասին չխոսել։ Որովհետև այստեղ նրա հոգևոր նշանակությունը ասում էին, որ նվազում էր, մինչդեռ նրա գաղափարախոսական դերը այստեղ եւ աշխարհիկ իշխանությունները աճում էին։ Եվ ապա այստեղ մոտավորապես 10-րդ դարում առաջացել է հոգևոր շարժում, որը կոչ էին անում վերածննդի քրիստոնեությունը։ Եվ դա առաջացավ Բալկաններում, հա, եւ դրա հետևորդները իրենց անվանում էին բոգոմիլներ եւ քարոզում էին ազատության մասին, հավասարության եւ եղբայրության, ենթադրելով ինչ որ հոգևոր կաթարներ, աբիգենցիներ կամ նույնիսկ բուլղարական հերետիկոսություն։ Հենց դրա դեմ պայքարելու համար էլ ստեղծվել է այս ինկվիզիցիան, կազմակերպվել են մի քանի խաչակրաց
արշավանքներ եւ 14-րդ դարում եկեղեցին արդեն հաղթահարել էր դրանք։ Բայց այդ ժամանակ արդեն ասում էին, որ սկսվում էր վերածնունդը նոր փիլիսոփայության եւ գիտության, ժամանակաշրջան եւ այստեղ բոգոմիլական գաղափարները ըստ երևույթին լուծարվել են դրանում։ Կրկնվել է ուրեմն Սատուրնի եկեղեցու կողմից ներկայացածի եւ Ուրանի բոգոմիլների կողմից ներկայացվածի դասական հակադրությունը, ահա թե ինչի մասին է խոսել Քրիստոսը։ Վայ ձեզ դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ փակում եք երկնքի արքայությունը մարդկանց առաջ, որովհետև ոչ դուք եք մտնում, ոչ էլ թույլ եք տալիս մտնողներին մտնել։ Կարող եք կարդալ սա Մատթեոս 23:13-ում։ Եվ այսպես, քանի որ ուղղափառ եկեղեցին այդքան տարված էր, աշխարհիկ իշխանության խնդրով եվրոպական պատմության մեջ պատահել է, որ Ուրանի հոսանքը շրջանցել է կրոնը, եւ այստեղ գիտությունն ու փիլիսոփայությունը դարձել են դրա հիմնական խողովակը, Իսկ ջրհոսի դարաշրջանի հետ կապված այնքան էլ ավել են փոխվում եւ ընկալումները մեր համար եւ մեզ շրջապատող աշխարհը, Այսինքն սկզբից Ուրանը ծառայում էր որպես գիտություն, վառելիք, մտքի վառելիք, մինչդեռ Սատուրնը կառուցում էր գաղափարներ մինչև 20-րդ դարը բնությունը պատկերացնում էր որպես նուրբ կարգավորված մեխանիզմ։ Ներդաշնակ կառուցվածքի մասին է խոսքը, բայց հետո եկել է Մաքս Պլանի կողմից քվանտների, ուրեմն ձևակերպումը եւ Նիկոլաս Բորի կողմից լրացուցիչության սկզբունքը, իսկ ֆիզիկան մտել է հենց ջրհոսի դարաշրջան։ Եվ հիմա Ուրան ինքը պարզապես չի սնուցում մտածողությունը, այն կառուցում է մտածողությունն ինքնին, կամ Իկոստությունը ստեղ կոտրված է երրորդ տարբերակ չունի, քանի որ Սատուրնը աստղաբանորեն այստեղ խորհրդանշում է ճակատագրի կոշտությունը, սա այն նշանակում է ազատագրում որոշակի ճակատագրական ուժերից, պարզվում է, որ կա ինչ-որ բան բացի կամից, ինչը նշանակում է այն կա, պարադոքս, այսինքն սա Ուրանի սիրած դրսևորումն է մտքի ոլորտում, ջրհոսի դարաշրջանում պարադոքսը, դա կարող է մտնել գիտական մտածողություն, եւ պարզվում է, որ բնությունն ինքնին, պարադոքսալ է։ Նայեք, Ուրանի հետ կապված ձեզ մի փոքր բան եմ ուզում ցույց տալ, նշանը արդեն իրագիտեք, ձկան տիպի սենց գիծ է, կողքերը սենց ձկան նման եւ կլոր է տակը։ Սկզբունքները դա ներգրավումն է հաղորդակցության ոլորտում, իր գործառույթներն են, նա կարող է ապահովել մուտք դեպի տեղեկատվական, համակարգ կամ հաջորդ մակարդակի տեղեկատվություն, իր որակը դա լուսավորության հետ կապ ունի, արագության, ինտենսիվության, հեղափոխական, անսպասելի, անսովոր, ազատագրող, մի բան, որ զրո է անում է, տեսնում եք այստեղ, դուռակ քարտը, պարզ երևում է ամեն ինչ, որակը բացատրեցի, նաև բացի դա անսպասելին, անսովոր եւ ազատագրող, կառավարման տարերը դա ջրհոսն է, դրսևորումները դրանք հոգևոր, դրսևորման մեջ ներքին ձգտումն է մարդու դեպի լույս եւ ազատություն, այսինքն չպետք է քեզ զորով բռնեն, ասեն արի ինձ մոտ, դու պետք է դառնաս խոսքի աղանդավոր, դա պետք է քո կամքով լինի հոգևորը դեպի առարչականը գնալը, պայծառատեսությունն է, մարգարեության պարգևն է, մտածելով, դա լուսավորություն, մտավոր ինտուիցիան է մարդու եւ պարադոքսալությունը, զգացմունքների մեջ կարող է բավականին այսպիսի ուրանիչսկի, մարդիկ լինեն, կարելի ասել, սիրեն զվարճանքներ, լավ հումորներ ունենան, բավականին միամիտ հոգի ունենան, անկեղծ լինեն, մաքուր լինեն,
ցնցումներ են սիրում, սենսացիաներ, հեղափոխական մարդիկ են, ազատ, անկախ, ազատության մեջ զարթոնքն է, ժամանակակից այսօրվա ժամանակների բնորոշ ընդհանուր կապերն են, ընդհանուր տեղեկատվական դաշտն է, ընդհանուր շուկան, ընդհանուր լարվածությունը, ոչ ֆորմալ երիտասարդական շարժումների փանկեր։ Հստակ բացասականը դա տարածված սխալ պատկերացումներն են, եթե շուռ ենք տալիս, դուրակ քարտին, որը դուք տեսնում եք հիմարին, տարածված ստերը, տեխնոլոգիաների կործանարար ազդեցությունները օրգանիզմների վրա։ Ստեղ մարմնում կենտրոնական նյարդային համակարգն է, ուղեղը։ Մասնագիտության բնույթը այսպիսի մարդկանց օդաչուներն են, ծրագրավորողներն են, աստղաբաններն են, լրագրողներն են, գիտնականները, պայծառատեսները, ժամանակակից տեխնոլոգիաների հետ ինչ կապված է, տարոլոգիան, թվաբանությունը եւ այլը։ Բնորոշ վայրերը ստեղ բարձրային լեռնային, մենք տեսնում ենք իրա, որ այստեղ ուշադիր նայում եք լեռները, եւ կապույտ նշանը։ Օդանավակայաններն են, ինչը կապ ունի օդի հետ, գիտական հաստատություններն են։ Բնորոշ կենդանիներ, ասենք, որ տեսնում եք, ինչ կարող են լինել։ Կարող եք ասել արագիլ եւ ստրիգով։ Շաբաթվա օրը չորեքշաբթին է, բնորոշ ապրանքները դա սեֆթեին է, գույնը էլեկտրո կայծակի գույն, որը շատ մարդիկ այս մասին չեն էլ ասի, որովհետև տարոլոգիայից պետք է բավականին շատ խորը իմանաս։ Այս թվանշանն էլ ամեն ինչ ծնվում է զրոյից եւ միֆիոլոգիայում հենց ասվում է, վեդայական զրոյից ծնվում է մայր հողը, ով հիմար քարտի մասին է խոսքը, բերում է երեխա, ունենում է երեխա, պտուղ, որ իր պտուղներն է հետագայում տալիս, մարտավարացի մասին է խոսքը, ոչնչից, из ничего, զրոյից լրիվ, նորն է ծնվում, դա հոգին է, որը Աստված դրել է, սկսված հիմար քարտի հոգու մեջ, որը պետք է լինի պարզ, ինչպես դուք տեսնում եք, այլ ոչ թե նույն սխալները կրկնի։ Օրինակ, ուրանը իմ քարտերի մեջ, երբ որ ես կանխատեսումներ եմ արել, շատ ժամանակ դա նաև գիտեք որն է, իմ փորձից եմ ասում, կոմայի մեջ կարող է մարդը ընկնել, անսպասելի, այո, դա ուրանն է, եւ մահանալ։ Մի քանի փորձ ունեցել եմ, այդպես չեմ սխալվել, հենց այս քարտով։ Դրա համար պետք է ընդհանրապես ամեն մի քարտը տարո խորը ուսումնասիրել, որպեսզի դուք հասկանաք, կարողանաք ճիշտ սիմվոլները կարդաք, իմանաք։ Այսօր այսքանը, լավ եղեք, մինչ իմ հաջորդ թողարկում։ Ցտեսություն։